Ժողովուրդ ջան, այսօր պատրաստելու ենք ֆունչոզա շատ հետաքրքիր ձևով։ Հիմա մեր օպերատորը ցույց կտա պատրաստելու համար ինչ ա մեզի հարկավոր ու հերթականության ես ձեզի ցույց կտամ ոնց են պատրաստելու։ Դե գնացինք։ Կտրատում ենք կրծքան միսը։ Գնացինք։ Կտրատելուց հետո հարկավոր է տապակել։ Ամենաառաջինը մեզի հարկավոր է ձև։ Ավելացնում ենք կրծքան միսը։ Հարկավոր է ավելացնել լավ։ Ավելացնում ենք սև բիբար և կարմիր բիբար և հարկավոր է խառնել։ Թողում ենք տապակվի։ Հարկավոր է կտրատել բանջարեղենները։ Սկսում ենք կտրատել գազարը։ Կտրատում ենք բիբար։ Կտրատում ենք սոխը։ Եվ ավելացնում ենք սոխը։ Եվ հարկավոր է լավ խառնել։ Հարկավոր կտրատել սունկը։ Սոխը տապակվելուց հետո անհրաժեշտ է ավելացնել սունկը։ Անհրաժեշտ է ժողովրդին տնավարի ձևի մի հատ խառնել և թողնել, որ ինքը լավ տապակվի։ Հարկավոր է ֆունչոզաները տեղադրենք ամանի մեջ և ավելացնում ենք վրան եռման ջուր։ Թողնում ենք 5 րոպե ջրի մեջ։ Ավելացնում ենք գազարը։ Անհրաժեշտ է խառնել։ Ժողովուրդ ջան, գազարը տապակվելուց հետո անհրաժեշտ է ավելացնենք գույնավոր բիբարը։ Հարկավոր է նույն ձևով տնավարի խառնել, դեռ ավելացնենք շորի քաշի, շորերի սոս։ Լավ խառնելուց հետո անհրաժեշտ է թողել, որ տապակվի։ Լավ տապակվելուց հետո անհրաժեշտ է խառնել և ավելացնում ենք ֆունչոզը։ Անհրաժեշտ է լավ խառնել։ Ավելացնում ենք կունջուր։ Ժողովուրդ ջան, մեր ֆունչոզան արդեն պատրաստ է։ Հիմա մեր օպերատորին խնդրենք մոտիկից ցույց կտա, թե ինչ ձև է մոտ ստացվել։ Հիմա ինչ ապեցիտնի արդեն տեսնում ենք։ Մեզ կփորձվեն, որտեղ կլինեմ շատ անկեղծ։ Շատ համարստացը ժողովուրդ ջան, գնացինք վայելելու։